Երկրորդ տարին անընդմեջ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանի ծննդյան օրը նշանավորվում է միջազգային մրցաշարով։ Թենիսի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահի անվան միջազգային մրցաշարին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Իսրայելի ուժեղագույն մարզիկները։ Մեր մարզիկների համար, ասեմ, սա մեծ փորձ է հետագայի համար, որովհետև շփվելով ուժեղագույնների հետ իրանք էլ են ուժեղագույնը։ Ճիշտ է, կարող է այդ ժամանակ չեն հաղթում, բայց ժամանակակից սեղանի թենիսի մեջ փոփոխություններ է կատարվել արագության, սկզբնահարվածների, պտույտների տարբեր տեսակի այդ գաղափարը, որ տեսնեն, ոչ թե կարդան, տեսնեն, ուրեմն մեր սեղանի թենիսը նույն բանով մակարդակի կհասցնենք։ Տղաների պայքարում ոսկե մեդալը վիճարկում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Դամիր Ահմեդսաֆինն ու Մաքսիմ Կավլուկինը։ Թիմակիցների 7 սեթ տևած համար պայքարում 4-3 հաշվով հաղթեց Ահմեդսաֆինը։ Друг друга хорошо знаем. Մենք միմյանց լավ ենք ճանաչում եւ ես գիտեի, որ խաղը լարված է լինելու։ Նա միգուցե թերագնահատեց ինձ, իսկ ես գիտեի, թե ինչի վրա պետք է շեշտը դնեմ։ Ուրախ եմ հաղթանակի համար։ Սա իմ առաջին այցն էր Հայաստան, ու այն ինձ համար հաղթական ստացվեց։ Աղջիկների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբինա Վարդանյանն ու Իսրայելը ներկայացնող Մարիկա Կրավչենկոն են։ Ավելի փորձառու Կրավչենկոն, որը նաև օլիմպիական խաղերի մասնակից է, անհամեմատ վստահ էր գործում սեփական մատուցումների ժամանակ, ինչն էլ վճռորոշ եղավ։ Игра была короткая, но сложная. Թեև խաղը շատ կարճ տևեց, ոչ մի միավոր ինձ հեշտ չտրվեց, մրցակիցս պայքարում էր յուրաքանչյուր գնդակի համար, բայց ես անհամեմատ լավ էի պատրաստվել։ Այդքան էլ լավ չստացվեց խաղը ինձ մոտ, որովհետև շատ քիչ ենք մասնակցում նման միջազգային մրցաշարերի, ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Հայաստանի առաջատար թենիսիստների համար Ֆելիքս Սարգսյանի անվան մրցաշարը ուժերի լավ ստուգատես էր։ Առաջիկայում նրանք կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։